Մշակույթի տոն կա մեզ մոտ եւ այդ օրերին գրադարանները, մշակութային օջախները, դպրոցները անդրադառնում են մեր մանկագիրների ստեղծագործություններին։ Եվ քանի որ մենք սիրում ենք, որպեսզի մեզ մոտ ամեն ինչ լավ լինի, լավ պատրաստվածություն լինի, մի փոքր ձգեցինք այդ մանկագրի տոնը եւ այսօր որոշեցինք, որ հենց կկայանա մեր հանդիպումը, երկար սպասված հանդիպումը ինձ համար շատ սիրելի մարդկանց հետ եւ ներկայացնեմ ինչ առիթով ենք մենք այսօր այստեղ հավաքվել ենք 18 գրադարանի հարկի տակ եւ նաեւ այս դահլիճը գտնվում է Շենգավիթ մանկապատանեկան Շենգավիթ մշակութային կենտրոնի այս դահլիճում ենք այսօր եւ եկեք ողջունենք մեր շատ սիրված մանկագիր Մարգարիտ Հովսեփյանին։ Ուրախ ենք, որ դուք այսօր այստեղ եք, շնորհակալ ենք ձեզ, ամեն անգամ ձեզ հետ այս հանդիպումները մեզ նոր լիցք են տալիս, նաև ստեղծագործողներին, այսպես նոր երևակայություն եւ նոր միջոցառումների այսպես հիմքեր են դրվում հենց այդ օրերից հետո։ Եվ նաև ինձ համար շատ հարազատ մի կրթօջախի հետ ենք այսօր հանդիպելու, որի հետ երկար տարիներ մենք բարեկամություն ենք անում։ Ես մշտապես եղել եմ իրենց դպրոցի կազմակերպած տարբեր միջոցառումներին, որտեղ եղել են եւ մանկագիրներ, եւ նաեւ այլ այսպես թեմատիկ միջոցառումներ եմ ներկա եղել եւ ներկայացնել Տաթև դպրոց եւ այստեղ Տաթև դպրոցի աշակերտներն են ողջունում ենք ձեզ սիրելի երեխաներ։ Աշակերտների հետ այսօր նաեւ մեզ հետ է շատ հաճելի է ձեր ներկայությունը մեզ համար։ Տնօրեն Օֆելիա Պետրոսյանը, ողջունում ինչպես նաև իրենց ուղեկցում են իրենց մանկավարժները, երաժշտության ուսուցչուհի Անարա եւ իրենց մանկավարժ ներկայացել Լիլիթ Նիկոյանը։ Այսօր շատ հետաքրքիր ֆորմատ ենք մտածել մեր այս միջոցառման համար։ Աշակերտները կներկայացնեն մանկագրի ստեղծագործությունները, այսպես հետաքրքիր ծաղկաքաղ են կարել Տիկին Հովսեփյան ջան, եւ նաեւ կերքեն երգեր, որոնց երաժշտության հեղինակը ես եմ, իսկ մանկապատանեկան այս կենտրոնի թատերական խմբակի ստուդիայի սաների հետ համատեղ պատրաստել են գեղեցիկ ներկայացում, որտեղ իրենք բեմադրելու են ձեր Սև ջուտիկը հեքիաթը այստեղ չտեսա, գիրքը երևի այնքան ենք մենք այդ գիրքը ուղղակի վերցրել նայել, որ մնացել է գրադարանում այդ հեքիաթը հետաքրքիր սցենարային լուծումներով։ Մի փոքր միջ սկսենք, ես մեկ էլ կուզեի ներկայացնել մի կարճ կոնկրետ Մարգարիտ Հովսեփյան ձեր անցած ուղու, անցած ճանապարհից ծնվել է 1956 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում, ավարտել է համար 116 միջնակարգ դպրոցը, հետ դպրոցական տարիներին տպագրվել է շատ մանկապատանեկան հանդեսներում, մասնակցել գրական ցերեկույթների, միջոցառումների եւ ունի հեղինակային գրքեր, այստեղ որոնք ցուցադրված են Կարոտի թևով, Կենացորեր, Կենացորեր այս շողովածում, Մանուկների աշխարհում, արդեն տեսան երեխաները, հեքիաթ տարվա 4 եղանակների մասին, ուր է երեխաներ, սա է, տեսեք ինչ հետաքրքիր, սա էլ մենք կբեմականացնենք, մոծակը, մոծակը, այս ժողովածում մանկական, այստեղ բանաստեղծություններ, Հովսեփյան ջան, հեքիաթ Սև ջուտիկի մասին, անհնազանդ կրյան, սա է հեքիաթ առակներ, սա առակներ այսպես, բազմիցս Տիկին Հովսեփյանը մասնակցել է կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի սիմպոզիումներին եւ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս Եգիպտոսում, Վրաստանում, արժանացել բազմաթիվ մրցանակների, դիպլոմների, գավաթների եւ Մովսես Խորենացի մեդալի։ Եվ ինչպես նշեցիք, ես եմ եւ երգեր գրել Տիկին Հովսեփյանի ստեղծագործությունների հիման վրա եւ երգահան Ալբերտ Մանդատունյանը, եթե Անահիտ Կարճիկյանը նույնպես գրել է երգեր,
Հասմիկ Ասատրյանը, ահա, շատ մանկագիրներ անդրադառնում են ձեր ստեղծագործություններին։ Այսպես, չեմ չարաշահում ձեր համբերությունը երեխաներ, միջոցառման ընթացքում դուք ձեր հարցերը կարող եք նաև ուղղել մեր մանկագրին, ինչ հարցեր առաջանա ձեզ մոտ, կպատրաստեք ձեր հարցերը, այդ ժամանակ դուք կդիմեք մանկագրին։ Իսկ այժմ առաջարկում եմ դիտենք Սև ճուտիկը հեքիաթը։ Բարի երթ ու լավ տրամադրություն ձեզ, սիրելի երեխաներ։ Գիտենք, որ դուք շատ եք սիրում փոքրիկներին եւ նրանց համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ ունեք։ Այսօր տաթերցիները բեմադրելու են ձեր առակներից մի քանիսը։ Այժմ կդիտենք Ագրավն ու Ցտերը առակի բեմադրությունը։ Ագրավը նստած մեծ ծայրին նայում է չորս կողմը։ Գեր է ման գալիս, խանութի ներսում տեսնում է հանկարծ, սեղանի վրա պանիր է դրված, Ագրավը պանիրը գողան ու տանում, ես նորից թրջում, ճյուղին է թարում, պանիրն ուտելիս շանքները թափվում, ճենճուղուկները գալիս անուշ վայելում։ Ագրավը հենց որ վերջացրեց գերը, սկսեց կկռալ ու թողեց ճյուղը։ Այ դուք անպաներ, անխիղճ տիտիկներ, իմ շրանքները ինչու եք կերել, էй դուք հիմարներ, հիմա ինձ լսեք, ես ոնց հասկացա, իմ պահած տտեր, սրանից հետո ինձ կեր կբերեք, ձեր կերի կեսը իմն է իմացեք։ Ունեղվում են ճենճուղուկները, չէ որ հազիվ են հայտնի իրերը, իսկ հետո ճենճուղուկները բացում են ժողով։ Մոտարի Ագրավ մեր խոսքը լսիր, ու մի կռա, մեզ մի ընդհատիր, ահա մի լավ բան եք մտածել, թե իմանա շատ գող կլինես։ Մենք հիմա բոլորս կգնենք խանութ, աղմուկը հաղակ բարձրացնելով։ Իսկ դու պատուհանից ներս կտրչես, սեղանի դրված պանիրը կտանես։ Ժողովից հետո ծտերը բոլոր ծծնոցներով խանութ է մտնում։ Խանութ պանը ձեռք կգցում է հրացանին։ Հենց այդ ժամանակ տեսնում Ագրավը թրախ ու թրախ ակնում է Ագրավը։ Խանութից արագ փախչում են ճենճուղուկները։ Ահա թե ինչ է լինում ագարի վերջը։ Ավարտվեց պատմությունը շիրճենճուղուկների, տեսնանք առավել ինչ կսովորեցնի։ Մի լսիր քարտակ մարդկանց խոսքերը, շիտակ ու հասնողը իսկական ընկերը։ Փոքրիկ գայլ։ Հոտ անտարի եզրովացներից փոքրիկ գայլուկը մոլորվեց։ Հոտը հեռացավ թաղուց անտարից, վախեցած գայլը որ գալիս։ Նրան մոտեցավ մի փոքրիկ գայլուկ։ Ես քեզ կփրկեմ, իմ փոքրիկ գարհոկ։ Գայլի ծագուկը գարանը տարավ եւ անտարից դուրս հանեց նրան։ Գայլուկն ու գառը գտան հոտը։ Գառնուկը վազեված մոտեցավ մորը։ Շները հարձակվեցին գայլուկի վրա։ Գառնուկը լացելով դիմեց իր մորը։ Մայրիկ, ինձ դուրս բերեց այս փոքրիկ գայլը, սուտ դուրս եկան ձեր պատմաստերը, նա չարչի բնավ, ազնիվ է բարի, նա ինձ կարեկցեց, շատ մեծ խիղճ ունի։ Արագ բառը նշանակում է խրատ, իմաստություն, այլաբանություն ունեցող փոքրիկ զրույց։ Առակներում գովաբանում եւ խրախուսվում է լավը, բարին, գեղեցիկը, մարդկայինը եւ ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում է վատը, չարը, դրիեղն ու անմարդկայինը։ Իսկ այժմ դիտենք հաջորդ բեմադրված առակը, բարերար արջը։ Կենդանիները արջին տեսնելիս գլուխ են խոնարհում եւ բարեր տալիս։ Վակը սակայն շատ է բարկանում եւ խիստ բորբոքված արջին է դիմում։ Դու ինչ ես անում, որ կենդանիները քեզ տեսնելիս գլուխ են խոնարհում, վայ դու ալարկոտ, ծուրթած ու քնկոտ, ամբողջ մերը ոչումը քնած, գարնան գալուց ես միայն արցնանում։ Դու այդ ինձ լսի, այ վագր ախպեր, բարեր արն եմ դես կենդանիների։ Ու զարմանում է վագրը անչավ ու հարցնարից ուղում է արջին։ Վայ դու ծուրթած, վայ հաստագլուխ, ինչու նրանցից ոչ չես պահանջում։ Դու ամբողջում եմ քնած ես որջում, իսկ ես նրանց լեշով եմ կերակրում, թողնում եմ ուտեմ իմ որսի լեշը, ոչ կոտորվեն փոքրն ու մեծը, ես եմ բարերարը, թե որ ճիշտն ասեմ, նրանց կերակրում եմ, որ գոյատևեն, իսկ դու ողջում եմ քնած ես որջում, բայց բարերարի տեղ ես քեզ դնում։ Ոչ մոտ է գետի ակունքին, գարնանը գետն է մարարում ուրքին, ձիկները մեկ-մեկ իրար դրելով ու դեպի նունը շարք-շարք գնալով, չեն տեսնում վտանգը, չեն տեսնում իմ բույնը,
քնից արնալու որսում են նրանց։ Մեծ ձկները բռնում եմ ուտում, իսկ մավիրների ցած եմ ուղարկում։ Թողնում եմ լողան գետի հոսանքով, հասնել անտառի թավուտ տեղերով, որ կենդանիները որսան գետակից ուտեն կշտանան չսատկեն սովից։ Հիմա տեսնում ես Վագր բարեկամ, ես եմ բարերարը կենդանիների։ Ավարտվեց զրույցը աչվագրի, տեսակարակը ինչ կսովորեցնի։ Չի լինում բարերար իր թորին գերի։ Նրանց սպասողը սովից կմեռնի։ Մոծակ։ Նապաստակի ականջը մի օր գծեց մոծակը։ Շուտիկը խիստ վախեցավ։ Չար մոծակին նա ասավ. Դու անպիտան նայ անկարգ, քեզ հայելում տեսել ես, փոքրիկ ես չես երևում, նայում եմ ու զարմանում, բայց գծածը զորեղ է, սարսափելի մի ցավ է։ Մոծակը լուր լսեց, պատասխանեց ծանր ու մեծ. Այս աշխարհում փոքրիկ եմ, ճստիկ, պստիկ միջատ եմ, եթե ուժգին չխայթեմ, ինչպես ինձ կնկատի։ Սիրելիներ, Իփոսեթյանն ունի բազմաթիվ բանաստեղծություններ, նվիրված ինչպես իր թորնիկներին, այնպես էլ բոլոր մանուկներին։ Տաթրցիները այսօր դրանք ևս կներկայացնեն ձեր ուշադրությունը։ Ակաղաղը ոստիկույն քնից շուտ է արթնանում, արեկակին դուրս գալում ծողրողու են ականջում։ Ծուղրուղու։ Բայց դες գոհ է մեր չալոն, գրմռում է գրմռում, ակաղաղին կշտամբում։ Ինչ է ձայնդ բարձրացում, քունդ հագիստ խանգարում։ Ծուղրուղու եմ ես կանչում, լույսը բացվել է արդեն, մարդիկ քնած շմնան, աշխատանքից շուշանան։ Իսկ ես ամբողջ գիշեր չեմ քնում, հսկում եմ մեր բակը, օր ու գիշեր հետևում, մեծ ու փոքր բոլորի, խաղաղ քուն է պարգևում։ Չալոն պարկեց որ քնի, աչքն օր էր կմցրել, չալ հավիկը կչկչաց, կչկչալով մոտ գնաց։ Չալո, ախր ինչ անեմ, տես ինչ մեզ դու եմ ածել։ Ինչ է ձայնդ բարձրացնում, քունդ հագիստ խանգարում։ Գրմռալով պարկանում, քուն է մտնում մեր չալոն, մի աչքը հակ, մյուսը բաց, փիսոն կանգնեց դեմ դիմաց։ Չալո, այ չալո, նապաստակը մեր բակի թրջկոտում է պարտեզում, ծաղիկները տրորում, Արմինեին բարկացնում, ասա այ դու անկարգ կախական, ծաղիկները մի գոտի, հիմա մայրիկը որ գա կբարկանա մեր վրա։ Իմ փիսիկը խռովել, ոչինչ չի կերել, թե ես այսօր նրա հետ, բակում քիչ եմ խաղացել, իմ անուշիկ, իմ փիսիկ, դրսում ցուրտ է, ինչ անեմ, բա որ հանկարծ ես մրսեմ, ինչպես քո հետ խաղանեմ։ Եվ ուլիկը թասի մեջ աչուկին է լողացնում։ Այ դու փնթի, աննվա, ձերքերը դու միշտ տվա, ամոթ է տես կեղտոտ են, քեզ վրա կծիծաղ էր, հիմա ես քեզ կքամեմ ու պարանից կախկանեմ, որ արևը ջերմացնի, իմ աչուկին չորացնի։ Մեծացել եմ ես արդեն, մեծ աղջիկ եմ ես դարձել, բայց մայրիկն ասում է ես դու մեծանաս, մեր փոքրիկը կմնաս։ Այն սիրուն, իմ սուսին, իմ անուշիկ, լավաշ, ատիկները գեղեցիկ, թատիկները համովիկ, չոփ-չոփ հարամեջանես, պուպուշ, բարիք դու դառնա։ Տեսնես ես որ մեծանամ, իսկական մայրիկ դառնամ, ես էլ եմ քեզ ասելու, չարացի մի դառնա, արի խելոք դու մնա, դե արի ճաշի կտկեր, թատիկները տեսնեմ վեր, վայ, կեղտոտ են, չնստես, հողերով ես խաղացել, արի գնանք քնելու, ատամները լվալու, ոչ, հոգնեցի, ոչ մի բան էլ չեմ ասի։
Ես եկել եմ ձեզ համար, փոքրիկ անուշ բալիկներ, բերել եմ ձեզ խինդ ու տավ, որ դուք լինեք միշտ ուրախ։ Ես եկել եմ ձեզ համար, փոքրիկ անուշ բալիկներ, բերել եմ ձեզ խինդ ու տավ, որ դուք լինեք միշտ ուրախ։ Դքսորենը ցանել ենք, սվիկները ներկել ենք, սատմիծարը սարքարել, անուշկական թխել ենք։ Ես ածիկն եմ շատ փոքրիկ, կարմիր սև ու պուտ-պուտիկ, ինձ արևն է ուղարկել, ձեզ գարուն եմ ես բերել։ Ես ածիկն եմ շատ փոքրիկ, կարմիր սև ու պուտ-պուտիկ, ինձ արևն է ուղարկել, ձեզ գարուն եմ ես բերել։ Կարմիր սև ու պուտ-պուտիկ, ինձ արևն է ուղարկել, ձեզ գարուն եմ ես բերել։ Ես արևն եմ շատ փոքրիկ, կարմիր սև ու պուտ-պուտիկ, ինձ արևն է ուղարկել, ձեզ գարուն եմ ես բերել։ Սպասված դեր կանուխ, ճաշը և փուլտատիկը, կերակրում է շնիկին, կերակրում հավիկներին, փշուրներն է ծտերին, շնիկը ուտում է շնիկի դժգով մռութը, մերիկոն տեսնում է և դիմում տատիկին։ Տատիկ, ասա իմանամ, ինչ են անում ծտերը, հավիրը ձույն աղձում, շնիկը գողն է հսկում, իսկ ծտերը օրնիկուն, ամբար, անհորկ թրփնում։ Ոչ, իմ մերի անուշիկ, հրաշք սիրուն իմ թորնիկ, ճնճղուկները անվան չեն, աշխատում են օրնիվում, երբ գարունն է արթնանում, հետևում են ծառերին, որ թումի չատ են մաքրում, մինչև աշուն, խոր աշուն, խնամում են ծառերին, որ ծառերը մրգեր տան, թույլ ու հիվանդ չլինեն, առողջ անաչ մրգեր տան։ Տատիկ ջան, իսկ ինչու է գարունն այդպես, բոլորը ուրախ են, բարի, ժպտերես, ծաղիկներն անգամ երբ ծաղկում են, գարնան արևի սիրուն ժպտում են։ Այո, իմ մերի, գարունն է այդպես, բոլոր են այում, հրճվում են անվերջ, և եթե դու էլ հայելուն նայես, գեղեցիկ ժպիտը դու էլ կտեսնես։ Մերի կոջան, իմ սիրուն, շուտ-շուտ արի գնանք տուն, տատիկ եկա, ինչ անենք, այգին պիտի մենք ջրենք, ես տատիկիս օգնում եմ, ծաղիկները ջրում եմ, ծաղիկները շուտաճեն իմ մայրիկին նվիրեմ։ Ջորջիկը նայում է կապույտ ծաղիկին և դիմում տատիկին։ Սա ինչ ծաղիկ է։ Իմ հրաշք թորնիկ, ջյունը հալվում է, սարերից իջնում, ճանտակից փոքրիկ ծաղիկ է բացվում։ Հրաշք հոտ ունի ծաղիկը փոքրիկ, նրան ասում են գարնան ձնծաղիկ։ Արդեն մեծ եմ, գիտեք, ես չեմ գնում մանկապարտեզ, որովհետև մեծացել, մեծ տղա եմ ես դարձել, հավիկներ իմ սիրունիկ, փոքրիկ փրչոտ իմ շնիկ, ձեզ հետ էլ չեմ խաղալու, ժամանակ չի լինելու, դպրոց պետք է ես գնամ, դասեր եմ ես ծերտելու։ Հավիկն ու շնիկը գլուխները կախեցին, նրանք տխուր կանգնեցին և Ջորջիկին նայեցին, Ջորջը նրանց դիմելով ասաց ուրախ շպիտով. Մի տխրեք իմ ընկերներ, դասերս կպատրաստեմ, թե ժամանակ ունենամ, նորից ձեզ հետ կխաղամ։
Ոչինչ մերի մի նեղվին, մեկ տատիկին, մայրիկին, գունեղ թղթից պատրաստված, ծաղկե փուչ նտակներըց։ Բարև մայրիկ անուշիկ, ես շորջիկ եմ քո բալիկ, մարդի ու թշնորհավոր, եղիր ուրախ և առողջ։ Վայ մայրիկ ջան կներես, տատիկիս ինչ նվիր եմ, ծաղկիտ փնջից մի ծաղիկ, իմ տատիկին նվիր եմ։ Վայ մայրիկ ջան կներես, տատիկիս ինչ նվիր եմ, ծաղկիտ փնջից մի ծաղիկ, իմ տատիկին նվիր եմ։ Ժների աշխատանքով, որ այդպես ամեն մի բանաստեղծության մեջ դուք դրել շուչ և հոգի, ամեն մի գրելի բանաստեղծություն դուք դարձրել էիք փոքրիկ բեմականացում։ Դա, գիտեք, արդեն ես անցյալ անգամ եմ ձեր միջոցառումներին երբ եղա, Ալվարդ Հովսեփյանի առավելին բեմականացրել, ես այդտեղից շատ բան քաղեցի, որ պարտադիր չէ, որ լինի մի քանի էջանոց հեքիաթ կամ նյութ լինի, պոեմ լինի, մի փոքրիկ ստեղծագործությունը հնարավոր է այսպես գեղեցիկ, բեմականացված ներկայացնել, եւ դա շատ ուսուցողական է, եւ երեխաները այդ ամեն ինչից շատ դասեր են քաղում, եւ իրենց ինչու՞ չէ, նաեւ այդպես գեղարվեստական նաեւ մոտեցումը շատ կարեւոր է։